Պարոն Կարապետյան, դատարանից ակնկալիքների վերաբերյալին սպասելիքներ ունեք։ Դուք ինչ սպասելիքներ։ Ինչ չեմ կանխատեսում։ Նույն վիճակն է, բայց մի բան եմ զանգացած ելքի դեպքում մեր համար որովհետև բարձրագծի փոփոխություն չի ունենա անդրադառնալ։ Բայց պարոն Կարապետյանի անմիջական Պետական քրեական գործերով, ասում են հին բարքերին է վերադարձել, կաշարքեջը փակված էր, ընտրողներին բոշա, ալիկը շալվար է ամաց, այսպիսի որակումներ են տրվում։ Նո, ես իրականում չեմ տիրապետում ինֆորմացիային, իրավաբաններ եք ասեմ, որոնք զբաղված են հարցերով, բայց հիմա ամեն ինչ եք ասում, է։ Պարոն Կարապետյան, ներողություն առա, Նիկոլ հայտարարությունից առաջ պարոն Կարապետյանը միտքուներ մտնել քաղաքականություն։ Ես ամենայդեպս ես եւ ինքը չեք քննարկել այդ թեման։ Ես նմանատիպ թեմաները մեր ընտանիքում սովորաբար քննարկում։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, Սամվել Կարապետյանը ինչ-որ մարդկանց խոստումներ է տվել, չի կատարել, դրա պատճառով էլ ունես զրկվելու է, սնանկ է լինելու։ Ինչի մասին է խոսում, ում է ինչ խոստումներ տվել։ Ում մասին է խոսում։ Ձեր ժպիտը չի գալիս այդ արտահայտության։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասել, որ իրականություն։ Հələ հերթով նայեք ինչ ասել է իրականություն առել, ընդհանրակն է դարձել, այսինքն ընդհանրակը ստացվում է, որ իր ունեցվածքը ավելանալու է, որովհետև բիզնեսները շատ ակտիվ աշխատում են անգամ իր բացակայության պայմաններով։ Այդտեղ պարզ երևում է, որ ինքը Ճգնաժամային կառավարիչ է անգամ ձեռքերը կապած։ Բայց փոքրիկ խմբակն ասում է միջև վերջ պարոն Կարապետյան ոչնչացնելու է եւ ըստ էության Իրան շատ փոքր արենան ոչնչացնել է հասկանալի։ Մեր վարկագծի մեջ որևէ բան չի։ Պարոն Կարապետյան, բայց եթե ցանկացած ելույթներ մեր համար ավելի եւ Դուք կոնյակի չեք մտածում, այսօր ինչ որոշում կայացնի։ Ես շատ սովորական եմ նայում, երկու դեպքն էլ իմ համար հավասարնշանակ։ Եթե մնա տնային կալանքի տակ, պարոն Կարապետյանը, դա քարոզարշավի վրա բացասաբար չի ազդի, որ ֆիզիկապես չգնա, չմասնակցի։ Իհարկե կազդի, բայց դե թիմերը արդեն բավականին մեծ են, եւ եթե նկատում եք հանրային աջակցությունը բավականին մեծ է, իսկ ինքը ծրագնդի էֆեկտ ունի եւ աշխանաբար մեծանալու է։ Այնպես որ որևէ բացական հետևանք ես չեմ տեսնում։ Այն ինչ լինելու է, կլինի։ Իսկ ինչ է լինելու, անպայման մեր ուզածը կլինի։ Շարունակ պնդել է ձեր հիմա, որ պարոն Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ հիմա երբ լրատվամիջոցները եկել են լուսաբանելու ձեր ձևակերպման քաղաքական հետապնդումը չեք ցանկանում, որ ուղիղ հեռարձակում լինի տեսանկարական լինի, ի՞նչն է դրա պատճառը։ Սա մասնագետների որոշումն է, ոչ թե մեր որոշումը։ Տակտիկական քայլ է, որը մենք մեր մասնագետները ենթադրում են, որ դա ճիշտ է։ Այսինքն ձեզ մասնագետները պարզաբանել են, այդ նույն մասնագետները Այո, բայց այդ մասը չէ ասում այսօր։ Ընթացքում կարող եք հասկացնել, հարության կարող եք հասկացնել, որ այդ մեղադրանքները շատ էլ հիմնավոր են եւ դուք չեք ցանկանում, որ հանրությունը տեսնի, որ դրանք Դուք ամբողջությամբ զայնագրում եք, ու դուք կտեսնեք ձեր ականջով կլսեք, որ ոչ մի հիմք չկա։ Եթե ամբողջությամբ զայնագրվում է պատկերներ, Սամվել Կարապետյանը ցանկում է, որ Դա ես չեմ որոշում, դա մասնագետներն են որոշում։ Մասնագետները եթե այդպիսի առաջարկ են արել, մենք կգա մի ժամանակ միգուցե կբացենք։